ձեզ սիրելի, շատ սիրելի փոքրիկներ, եւ ինչու ոչ, նաեւ մեծիկներ։ Ինչպե՞ս եք։ Երեխաներ, այսօր Աստվածաշունչն ու փոքրիկները հաղորդաշարը վարելու եմ ես։ Դե դուք արդեն ինձ վաղուց եք ճանաչում, իսկ ինձ օգնելու է մեր սիրելի Տիգրանուհին։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն։ Կպատմես մեզ քո մասին։ Ես Տիգրանուհին եմ, սովորում եմ Գյումրու համար 28 հիմնական դպրոցում, 7-րդ դասարան եմ։ Իսկ դպրոցում գերազանցիկ ես, լավ ես սովորում։ Այո։ Ինչպես անցավ ամառային արձակուրդներդ։ Շատ հետաքրքիր։ Իսկ գրքեր ընթերցեցի՞ր։ Այո։ Որ գրքերն ես ամենաշատը սիրում եւ Աստվածաշունչ ընթերցել սիրում ես։ Գրքեր ընթերցել շատ եմ սիրում, նույնպես Աստվածաշունչել։ Մեզ ո՞րն ես այսօր պատմելու։ Ես այսօր ձեզ կպատմեմ Դառը ջուրը եւ ջուր ապարաժից։ Դե լսենք Տիկային։ Մովսեսն իսրայելացիներին Կարմիր ծովից տարափացրեց Սուր կոչված անապատը։ Նրանք 3 օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ոչ մի խմելու ջուր չգտան։ Շուտով նրանք գտան ջրի աղբյուր, բայց այնտեղից նույնպես չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր, եւ Մովսեսն այդ բառին անվանեց դառնություն։ Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ։ Մովսեսն աղաղակեց առ Աստված, եւ Աստված նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսը վերցնելով այդ փայտը նետեց ջրի մեջ, ջուրն ավելի քաղցրամ դարձավ։ Այդտեղ Աստված նրանց տվեց օրենք ու իրավունք եւ ասաց. Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծո ձայնը, ունկնդիր լինես նրա պատվիրաններին, հաճելի գործեր կատարես նրա համար, ապա ես քեզ հեռու կպահեմ բոլոր հիվանդություններից, քանզի ես եմ քեզ բժշկող Տերը։ Եվ նրանք իրեն ճանապարհորդությունը շարունակեցին դեպի Եղիմ։ Այնտեղ կային ջրի 12 աղբյուր եւ 70 արմավենի։ Այնտեղ նրանք կայք հաստատեցին ջրի մոտ։ Իսրայելացի ամբողջ ժողովուրդը ճանապարհորդությունը շարունակեցին դեպի Սին անապատ։ Սին անապատը գտնվում էր Եղիմի ու Սինա լեռան միջև։ Ժողովուրդը նորից դժգոհեց Մովսեսից ու Ահարոնից, ասելով. ավելի լավ կլիներ Տիրոջ հարվածների զոհը դառնանք եգիպտացիների երկրում, երբ կացաների դիմաց նստած կուշտ փորով հաց եք կուտում, քանզ բերեք մեզ այստեղ այս անապատ եւ սովամա անեիք ամբողջ ժողովրդին։ Աստված լսելով ժողովրդի տրտունջը Մովսեսին ասաց. նա երեկոներ ուտելու միս կուղարկի, իսկ առավոտները հագենալու չափած։ Մովսեսն ու Ահարոնը տեղյակ պահեցին այդ մասին ժողովրդին։ Երեկոյան լորամարգեր թափվեցին երկնքից եւ ծածկեցին բանակատեղին։ Երբ որ գետնի երեսից վերանում էր ցողը, գետնի երեսին երևաց գինձի սպիտակ սերմի նման մի բան։ Ժողովուրդը չգիտեին թե դա ինչ է եւ միմյանց ասեցին. ինչ է սա։ Եվ Մովսեսը նրանց ասաց. սա այն հացն էր, որը Տերը խոստացել էր ձեզ համար, եւ Տերը հետեւյալն է պատվիրել. յուրաքանչյուր մարդ վերցնի այնքան, որքան անհրաժեշտ է մեկ մարդու համար։ Եվ մարդիկ ինձ այդպես էլ արեցին։ Կային մարդիկ, ովքեր վերցրեցին շատ, իսկ կային մարդիկ, ովքեր վերցրեցին քիչ։ Այն մարդիկ, ովքեր որ շատ են վերցրել, չավելացավ, իսկ այն մարդիկ, ովքեր որ քիչ են վերցրել, չպակասեց։ Մովսեսը նրանց ասաց. այս հացից առավոտյան ոչ մի ավելցուկ չթողնեք։ Եվ կային մարդիկ, ովքեր չլսեցին Մովսեսին, եւ այդ հացը մնաց, ոռնոտեց ու նեխեց։ Հաջորդ օրը հավաքեցին սահմանված չափով, երբ որ արևը տաքացնում էր, այն հալում էր։ 6-րդ օրը հավաքեցին եղածի կրկնապատիկը, եւ ժողովրդի առաջնորդները գնացին եւ հայտնեցին Մովսեսին այդ մասին։ Իսրայելացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրությամբ Սին անապատից տեղափոխվեցին Ռապիդիմում։ Այնտեղ նույնպես խմելու ջուր չկար։ Եվ ժողովուրդը չվստահելով Աստծուն, ասացին Մովսեսին. ջուր տուր մեզ, որ խմենք։ Մովսեսը ասաց նրան. ինչու եք ինձ մեղադրում, ինչու եք փորձում Տիրոջը։ Եվ Մովսեսը պաղադագիր խնդրելով ասաց Աստծուն. ինչ անեմ այս ժողովրդին, քիչ մնա ինձ քարկոծեն։ Տերն ասաց Մովսեսին. գնա ժողովրդի դիմացով եւ քեզ հետ վերցրու ծերերին, ձեռքը դային գավազանը, որով հարվածեցիր գետնին, եւ գնա Խորեբի ժայռի դիմաց, ես քեզ շուտ այնտեղ Խորեբի ժայռի վրա կանգնած կլինեմ, դու կհարվածես ժայռին, այնտեղից ջուր կփխի եւ իմ ժողովուրդը կխմի։ Մովսեսը ժողովրդի առջև հենց այդպես էլ արեց եւ այնտեղից ջուր փխեց եւ իր ժողովուրդը խմեց։
Մովսեսն այդ վայրն անվանեց փորձություն եւ մեղադրանք, որովհետեւ ժողովուրդը փորձել եւ մեղադրել էին Տիրոջը։ Դե լավ երեխաներ, շնորհակալություն հայտնենք Տիկային իր գեղեցիկ պատմության համար։ Շատ շնորհակալություն Տիկո։ Երեխաներ, իսկ դուք ցանկանում եք մասնակցել հաղորդմանը եւ պատմել ձեր սիրելի պատմությունը։ Ոչ մի դժվարություն, կգաք եւ կդիմեք Աստվածաշունչն ու փոքրիկները հաղորդաշարի ստեղծագործական խմբին, իսկ ես խոստանում եմ, որ կօգնեմ ձեզ։ Չմտածեք, մեր հասցեն է Աբովյան 248 կամ կենտրոնական հրապարակ, Շիրակի հանրային հեռուստարադիո ընկերություն։ Ստեսություն։